ոչ թե արդեն կառուցման համար մրցույթ կազմակերպելու մասին պետք է լինի, այլ կառուցման ընթացքի մասին, որոշակի պարբերականությամբ զեկույցներ։ Մենք շատ սեղմ ժամանակ ունենք այս մարզադպրոցը կառուցելու համար եւ հուսով եմ կառուցապատող ընկերությունը մենք վստահ ենք, որ այդ կարողությունը ունի այս սեղմ ժամկետներում եւ որակով իրականացնելու այս աշխատանքները, որովհետեւ այս աշխատանքները մեր ամենակարևոր ծրագրերից մեկն են 2027 թվականին մենք աշխարհի առաջնությունը պետք է ունենանք 27-ին ճիշտ եմ ասում, չէ, Փամփամուխջան, եւ համապատասխան ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի դրա համար եւ հետեւապես ձեր հատուկ ուշադրությունը այս ծրագրի վրա Տիկին Բաբան, պարոն Փամփամուխջան, դուք էլ կարծում եմ process-ի մեջ ներգրաված պետք է լինեք եւ որոշակի պարբերականությամբ այս դահլիճում մենք պետք է լսենք կառուցման աշխատանքների ընթացքի մասին, որոնք որ ոչ ստանդարտ ընթացքով պետք է գնան, այսինքն ռեժիմը այնտեղ աշխատանքի գրեթե երևի թե 24 ժամանոց պետք է լինի, որպեսզի հասցնենք եւ շատ կարեւոր է նաեւ որակական հատվածը, որովհետեւ համապատասխանաբար պահանջները նման կառույցի նկատմամբ մեզ մոտ շատ բարձր են լինելու եւ խստապահանջ ենք այդ առումով լինելու։ Շնորհակալ եմ հաջորդը։ Հանձնարարական 13 զեկուցել Արզումանյան փողոցի համար 10 եւ 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու եւ վթարային շենքերի բնակիչների նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին։ Պարոն քաղաքապետ, ծրագրի իրականացման դեռևս պայմանագրերի կնքման եւ դատավարական գործընթացներում են գտնվում, այս պահի դեռությամբ դեռևս 16 գույքի մասով չկնքված պայմանագրեր կան 2 շենքերի մասով հավաքական իմաստով, ակնկալում ենք հուլիսին եւս 3-ի կնքում, մնացած մասով դեռ դատական ընթացքի մեջ ենք եւ պայմանագրեր չկնքելու բնակիչների պատճառաբանությունները բավականին տարբեր են եւ խնդիրները տարբեր են մենք հետեւողականորեն աշխատում ենք այնուամենայնիվ բանակցային process-ի արագությունը եւ ինտենսիվությունը չթողնել բնակիչների հետ, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ընդհանրապես վստահության եւ բանի հարց է տարբեր վարչարարական գործընթացների կամ պետության հանդեպ բնակիչների պարտավորությունների եւ այլն մենք արդեն անցած տարի մի տարի առաջ ենք սկսել օտարման պայմանագրեր կնքելը եւ 1 տարվա ընթացքում գրեթե մոտ 60 պայմանագիր ենք կնքել, սա այն առաջընթացն է, որ կարող եմ այս պահին զեկուցել։ Շնորհակալություն։ Անիսից 60, Տիկին Բաբան։ 76-ից։ Այդ ցուցանիշ չի իրականում, բայց պետք է արդեն ավարտին հասցնենք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, որովհետև այս շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Եվ այս ծրագիրը Երևանի քաղաքապետարան իրականացնում է միմիայն այդ պատճառով։ Այստեղ ոչ լիազորություն ունի, ոչ պարտավորություն ունի Երևանի քաղաքապետարան, ուղղակի մեր քաղաքացիների կյանքը հենց այդ շենքերում բնակվող վտանգի տակ է, ինչպես նաև 4-րդ կարգի վթարային բոլոր շենքերում բնակվող քաղաքացիների։ Եվ ամենակարևորը, հարգելի գործընկերներ, այս ցիկլը պետքա ինչ-որ մի կետում ավարտվի։ Բոլոր այն շենքերը, որոնք որ ազատեցինք բնակիչներից, չլինեմ չիմանամ նոր բնակիչներ են եկել, տեղավորվել եւ որոշել, որ իրանք նույնպես պետք է այդ արտոնությունները քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել։ Քանդել։ Արցախինը նույնպես։ Արցախինը քանդել ենք, ինչ որ մի շենք, Պարոն Խաչատրյան։ Վերաբնակեցված ամբողջությամբ վերաբնակեցված շենքերը, այո։ Ամբողջությամբ քանդել են։ Այո։ Շատ լավ։ Հաջորդ։ Հանձնարարական 19 զեկուցել Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։
Պարոն քաղաքապետ, սա ես առաջարկել էի հանել զեկուցումներից, հաշվի առնելով նաև մայիսին դեռևս ձեր կողմից հնչեցված նկատառումները եւ առաջադրանքը այս մասով, նախկինում ես նաև զեկուցել էի, որ այստեղ ընդամենը մի քանի բնակիչների հարց կա, որոնք որ առաջարկվում էր գերակաշահի օրենսդրությամբ առաջ գնալ, մեր կողմից դա նպատակահարմար չի համարվել, դուք էլ ըստ էության աջակցել եք այդ կարծիքին, որովհետև մենք ինքներս տեսնում ենք, թե ինչպես կարծեմ 5։ Սա որ շենքներ, պարոն Խաչատրյան։ Արցախի 4-րդ նրբանց 10 եւ 10 կոտորակ 1 շենքերն են, 5 բնակիչ համանացել համաձայնություն չեն տվել, 1 բնակիչ պատրաստի ֆոնդից 2 սենյականոց բնակարան են առաջարկել 3 հատաուզում 2 սենյականոց։ Իսկ ինչ է իր բնակարան, եթե դա կոչենք, ինչ է իր բնակարանի չափը այսօրվա։ 40 քանի քառակուսի օրինական, մոտ 40 էլ անօրինական։ Իսկ մենք ինչ ենք առաջարկում իրեն։ 2 սենյականոց բնակարան, մոտ 60 քանի քառակուսի օրինական մակերեսով։ Շատ լավ։ Այդ շենքում քանի բնակարան է մնացել։ Պարոն Հավինյան, մնացել է այսպես 5 Նկատի ընտանիքներ։ ունեմ, քանիսն է ազատվել, էլի, ուզում եմ հարաբերակցությունը հասկանալ։ Ազատվել է երևի մոտ 80%-ը շենքի, մնացածը Այդ 80%-ում հարգելի գործընկերներ, երևի դա պետք է անի շին բարեկարգումը։ Դռները, պատերը, բոլորը քանդել։ արդեն արված է։ Արված է։ Շատ ակրիկ։ Շնորհակալ եմ։ Հաջորդը հանենք, այս բանը հանում ենք, ես համաձայն եմ նախորդ պնդումներիս հետ և Տիկին Բաբայանի հետ, եթե չեն ուզում հարգելի գործընկերներ, զոռով պետք չի մարդկանց տուն տալ, հաջորդը։ Շինարարության եւ բարեկարգման վարչությանը հանձնարարական 51 զեկուցել Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող ճանապարհի կառուցման աշխատանքների մասին։ Կմիացնեք։ Պարոն քաղաքապետ, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյանի փողոցը վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մետր ճանապարհի կառուցման նախագծան նախահաշվային փաթեթի կազմման համար հայտարարված մրցույթը կայացել է։ Ունենք հաղթող մասնակից, պայմանագիրը կնքման փուլում է եւ պայմանագրի կնքումից